Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների 60 կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոին կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, պահանջելով անհապաղ դադարեցնել Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։ Կոնգրեսականներ Մայքլ Լոլերը, Ֆրենկ Փալոնը, Գաս Բիրիլակ եւ Գեյբ Ամոն գլխավորել են երկուսակցական նամակը ուղղված պետքարտուղար Ռուբիոին։ Շվեյցարիայի համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը պատասխանել է հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպությունների Շվեյցարիայի համադաշնության նախագահ Քարին Քելլեր Զուտերին ուղղված նամակին։ ՀԿ-ներին ուղղված պատասխան նամակում Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից նշել են, ինչ վերաբերում է հյուպատոսական աջակցությանը, ինչպես նախատեսված է հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով, նման ծառայություններ կարող են տրամադրվել միայն շահագրգիռ պետությունների կողմից ներկայացված խնդրանքի դեպքում։ Մենք հետևում ենք իրավիճակին Երևանի եւ Բաքվի մեր դեսպանատների միջոցով։ Շվեյցարիան խրախուսում է Հայաստանին եւ Ադրբեջանին ավարտին հասցնել տևական խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված բանակցությունները եւ պատրաստ է աջակցել նրանց ջանքերին իր հնարավորություններով, եթե ներգրաված երկու կողմերը դիմեն։ Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների կազմակերպության Արևելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապոաշվիլին կասկածներ ունի, որ միայն խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումը կարող է կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան։ Սիմոն Պապոաշվիլին այս մասին ասել է Բրյուսելում Armenpress-ի հետ զրույցում, շեշտելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմը վերջին տարիներին բազմիցս ցույց է տվել, որ անտեսում է իր միջազգային պարտավորությունները։ Ես համոզված եմ, որ Հայաստանին անհրաժեշտ են ուժեղ անվտանգության երաշխիքներ իր եվրոպական դաշնակիցներից, որոնք պետք է ներառեն երկրի պաշտպանական եւ ռազմական կարողությունների ամրապնդումը, հետագա ադրբեջանական հարձակումները զսպելու համար, ասել է Սիմոն Պապոաշվիլին։ Պոլսո հայոց պատրիարքարանը տեղեկություն է հաղորդել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կազմակերպած Իֆտարի արարողության մասին, ըստ որի Պոլսո հայոց պատրիարքը մասնակցել է Էրդողանի կազմակերպած Իֆտարի արարողությանը, որին ներկա են եղել հոգևոր պետեր, համայնքների ներկայացուցիչներ։ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը այցելել է Աստանա միջազգային ֆինանսական կենտրոն։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, միջազգային ընկերությունների ներգրավվածության համար ստեղծված պայմաններին։ Անդրադարձ է կատարվել նաև կենտրոնում ներդրված միջազգային ընկերությունների համար հասանելի վեճերի կարգավորման մեխանիզմին, դրա հիմքում դրված իրավական համակարգին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում։ Այցի շրջանակում մարտի 27-ին պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Իր խոսքում մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու եւ անձանց անհապաղ ազատ արձակման կարեւորության հանգամանքին։ Ադրբեջանական քարոզչա մեքենան շարունակում է աշխատել։ Հանրահայտ է, որ նրանց բոլոր լրատվամիջոցներն են Ալիևյան տոտալ վերահսկողության տակ։ Եվ ահա, Էխո Բաքուն քննարկում է, պետք է որ Բաքուն ստորագրի խաղաղության համաձայնագիրը, թե ոչ։ Այս ադրբեջանցիներից մեկն ասում է, թե եթե ստորագրենք Երևանը, չենք կարող մտնել։ Արևմտյան Ադրբեջանից չենք կարող խոսել։ Պնդում է, թղթի ստորագրում պետք չէ։ Ասում է Բաքուն այս ընթացքում հասնում է առավելագույնի, առանց որևէ պարտավորության։ Խոստովանում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բոլոր кетերը խախտվել են։ Ադրբեջանցիներից մյուսն արձագանքում է եւ փառք Աստծո, որ խախտվել են։ Но 8 из 9 пунктов этого соглашения нарушили мы. Слава Богу, что нарушили. Ну вот. Ահա այս պատկերով հեղեղված Բաքվի ամբողջ մեդիան է, լեփլեցուն, ռազմական ու ագրեսիվ խոսքով։ Շունչ չեն քաշում, ներսում վայրակ կերպարին հրաժեշտ չեն տալիս, դրսի աչքին խաղաղության աղավնի են խաղում։ Այս օրերին ակտիվ է ու արենայում է Ալիևի հատուկ հանձնարարություններ կատարող Ամիրբեկովը։ Նա ոչ ավելի, ոչ պակաս է նկարագրել Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը հավերժ չի լինի, իսկ այն բաց թողնելը սխալ կլինի։ Ամիրբեկովը ձևակերպում է համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա։
Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ այս ամիս ավարտված բանակցությունները ճանապարհ են հարթում հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման համար։ Սակայն այն իրագործելու համար Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, հրաժարվի տարածքային պահանջներից եւ դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից։ Կոնկրետ քայլ Երևանն արել է մարտի 13-ին, երբ հայտարարեց համաձայնեցման մասին Երևանը ուղիղ ասաց, տեղն ու ժամն ասեք։ Ավելի ուշ պաշտոնական Երևանը հայտարարեց. հենց այս պահին ենք պատրաստ ստորագրել։ Հիմա Ամիրբեկովը անհասկանալիորեն արագության մասին է խոսում։ Հնդածս վերջնագիրը դարձյալ առաջ մղում։ Փոխեք սահմանադրությունը։ Նրանք տարածքային պահանջներ են տեսնում մեր մայր օրենքում, բայց Երևանից հակադարձում են, որ Ադրբեջանի սահմանադրությունն է, որ տարածքային հավակնություններ ունի Հայաստանից։ Փոխարտգործնախարարն ասել է Վիեննայում Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում։ Ի զարմանս մեզ Ադրբեջանի արձագանքը եւ դրան հաջորդած գործողությունները եւ հիասթափեցնող են եւ տագնապալի։ Իր միակողմանի հայտարարությամբ Ադրբեջանը ընդունելով խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների վերջնականացման փաստը միաժամանակ առաջ է քաշել արհեստական նախապայմաններ։ Ինչ է ուզում Ալիևը նախապայման վերջնագրերի շարքը շարել ու համառորեն ոտքը հետ չի դնում։ Ինչ կա մտքին, մասնագետները հույս չունեն, որ նա կստորագրի։ Ադրբեջանն ամեն օր ավելի ագրեսիվ է դառնում։ Իշխանական թևից անթաքույց են հայտարարում ռազմական նկրտումների մասին։ Իրենք ցույց են տալիս, որ իրենք չեն հրաժարվել հետագա հնարավոր ագրեսիվ նպատակներից։ Իրենք Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ նկրտումներից ոչ միայն չեն հրաժարվել, այլև պրակտիկ գործողություններով ցույց են տալիս, որ հակված են հենց նման սցենարների։ Ու մինչև Հայաստանի արտգործնախարարը Ղազախստանում հայտարարել է, թե Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի, ադրբեջանցիները ագրեսիային դոզան չեն թույլատրում։ Էխո Բաքուն քննարկումն ամփոփել է հաստատումով. Ադրբեջանին խաղաղ պայմանագիր իսկապես պետք չէ։ Մենք կարող ենք սուրճ պատվիրել եւ հանգիստ դիտել, թե ինչպես է Հայաստանը կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները։ Մյանմարում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան Թայլանդում, Բանգկոկում հարյուրավոր մարդիկ լքել են իրենց շենքերը եւ դուրս եկել փողոց, երկրաշարժի էպիկենտրոնում հարյուրավոր տներ են ավերվել։ Մանդալայի քաղաքում փլատակների տակից մարդկանց դուրս են բերում, որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել։ Թուրքիայի խորհրդարանում բախում է սկսել Իմամօղլուի եւ Էրդողանի կողմնակից падգամավորների միջև։ Բացի այդ, Թուրքիայի կարգավորող մարմինը ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին աջակցող բողոքի ցույցերը լուսաբանելու ընթացքում ատելություն հրահրելու համար 10 օրով արգելել է 3 հեռուստաընկերությունների 5 հաղորդումներ։ Տուգանվել են նաեւ 2 հեռուստաալիքներ։ Ընդդիմությունը դա անվանել է ժողովրդավարական նորմերի խախտում եւ գրաքննության կոպիտ կիրառում։ Թեհրանը պատասխանել է Թրամփի նամակին, որով նա պահանջում էր վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրին։ Իրնային ասել է արտգործնախարար Արաղչին։ Թրամփի նամակի պատասխանն ուղարկվել է համապատասխան ալիքով Օմանի միջոցով։ Իրանը հրաժարվում է ուղղակի բանակցություններից Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը ենթարկվում է առավելագույն ճնշման եւ ռազմական սպառնալիքների, սակայն անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել ինչպես նախկինում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում արտաքին կառավարում մտցնել այնտեղ օրինական ընտրություններ անցկացնելու եւ կենսունակ կառավարություն իշխանությանը բերելու նպատակով։ Պուտինը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարության նման ընտրությամբ հնարավոր կլինի սկսել խաղաղ բանակցություններ եւ ստորագրել օրինական փաստաթղթեր։ Ավելի ուշ այս առաջարկին արձագանքել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերի խոսնակ Ջեյմս Հյուիթը, ով ասել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը որոշվում է երկրի սահմանադրությամբ եւ ժողովրդի կողմից։ Ուկրաինայի մայրաքաղաքում սկսվել է Կիև-Պեչորյան մայրավանքի մերձակա քարանձավների գրավումը։ Իրավապահները մտել են վանքի փակ տարածք։ Ուկրաինայի մշակույթի նախարարության կողմից ավելի վաղ ստեղծված հանձնաժողովը պետք է զբաղվեր մայրավանքի մերձակա եւ հեռավոր քարանձավներում հանգչող սրբերի աճյունների ստուգմամբ։ Հանձնաժողովի անդամները պետք է գնահատեն Պեչորյան վարդապետների մասունքների պատմական եւ գիտական արժեքը, կազմեն մշակութային արժեքներ սահմանման մեջ տեղավորվող առարկաների ցանկը։ Հանձնաժողովը գործելու է մինչեւ մայիսի 30-ը։ Աշխատանքի արդյունքները ավելի ուշ գաղտնագրվելու են։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղաժամ է համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցի քննարկումը։ Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի աջակիցների միավորման մասնակիցների հանդիպումից հետո։ Պատժամիջոցները չեղարկելու ժամանակը չի եկել, ասել է Մակրոնը, ընդգծելով, որ Փարիզում կայացած հանդիպման մնացած մասնակիցները համաձայն են այս դիրքորոշման հետ։ Ամերիկյան ղեկավարությունը հույս ունի Ուկրաինայում հրադադարի ռեժիմի ներդրումը մինչև ապրիլի 30-ը։ Միացյալ Նահանգները ցանկանում է հրադադար կնքել Թրամփի նախագահ ընտրվելու առաջին 100 օրվա ընթացքում, ասվում է հոդվածում։ Լրագրողների կարծիքով ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնագրի կնքման շտապողականությունը ցույց կտա, որ Վաշինգտոնը որոշել է երես թեքել Կիևից եւ սկսել է զիջումների գնալ Մոսկվային։ Միաժամանակ հրապարակման հեղինակները վստահություն են հայտնել, որ իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու կլինի Ռուսաստանի Դաշնության համար։ Պատճառն այն է, որ այժմ ռազմի դաշտում ռուսական զորքերի համար դրական միտումներ են նկատվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը հետ է կանչել Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայան մեդիա կորպորացիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշումը։ Գործակալությունից ընդգծել են, որ իրենք իրավունք են վերապահում ապագայում դադարեցնել ֆինանսավորումը, եթե նման որոշումը համարվի տեղին եւ օրինական։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին կարճ ժամանակով տեղափոխել են հիվանդանոց, հայտնել են Բուքինգեմյան պալատից։ Հոսպիտալացումը պայմանավորված է քաղցկեղի բուժման ժամանակավոր կողմնակի ազդեցություններով։ Նրա մասնակցությամբ միջոցառումները առայժմ չեղարկվել են։ 76-ամյա Չարլզ III-ը այս տարի շարունակում է քաղցկեղի բուժումը եւ ունի հանրային աշխատանքների զբաղված գրաֆիկ։ Starlink-ն այժմ ակտիվ է Հայաստանում, X-ի իր միկրոբլոգում գրել է Tesla-ի, SpaceX-ի, OpenAI-ի համահիմնադիր Իլոն Մասկը։ Starlink-ն այժմ գործում է Հայաստանում, որը դարձել է 130-րդ երկիրը։ Տարածքը կամ շուկան, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը։ Հայաստանի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերություն ծրագրի մրցութային փուլի շրջանակում տեղի է ունեցել ստացված հայտերի ֆինանսական առաջարկների բացման նիստը, որը նախագահել է նախարար Արփինե Սարգսյանը։ Հայտատու երկու ընկերությունների ներկայացրած ֆինանսական առաջարկները համապատասխանել են առաջադրված պահանջներին։ Մարտի 31-ին հայտնի կդառնա հաղթող ընկերության անունը։ Ըստ նախատեսված ժամանակացույցի 2026 թվականի երկրորդ կիսամյակում արդեն Հայաստան կմեկնարկի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի արտադրությունը։ 4 ինքնասպանություն 3 ամսում քրեակատարողականներում ծայրահեղ այս քայլին նախորդ տարի ոչ ոք չէր դիմել։ Ինչ եղավ, ինչ պատահեց, ինչու այն կրկին ազատությունից զրկված անձանց համար խնդիրների լուծման միջոց դարձավ։ Քրեակատարողականի պաշտոնյան չի մեկնաբանում արդիկ հիմնարկում ընդամեն նորեր առաջ արձանագրված վերջին դեպքի պատճառները։ Ասում է, ենթադրություններ անելը կամ մոտավոր շարժառիթներ մատնանշելը այս հարցում սխալ է։ Առաջին հերթին դա կյանքի դժվարին իրավիճակ է, որը լուրջ մարտահրավեր է հոգեկանի համար։ Այստեղ նաև մենք հաշվի պետք է առնենք, որ երբեմն ունենում ենք ազատությունից զրկված անձինք, ովքեր ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ եւ այսպիսի կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պարագայում իրենց դեպքում ավելի դժվար է դառնում հաղթահարել ստեղծված դժվարին իրավիճակը։ Քրեակատարողականի ներկայացուցչի այս դիտարկումները իրավապաշտպանը կիսում է թեպետ, նաև նշում է, խնդիրներն այսքանով չեն վերջանում, իսկ արագ արձագանքման բացակայությունը քննչական մարմիններից տարիներ շարունակ իհարկե մենք չենք ստացել գեթ մեկ գործով ամբողջական բազմակողմանի թափանցիկ եւ խորքային քննություն, ինչի հետևանքով առաջացավ մահը, անկախ նրանից դա կենսաբանական մահ գրանցվեց, որտեղ կներեք իհարկե մենք ներքին տեղեկատվություններ ենք ունեցել, նույնիսկ որ ասել են, որ բժիշկները թերացել են եւ անձի մոտ եղել է բան թոքաբոր, բայց այնինչ եղել է անթույլատրելի նյութերի օգտագործում։ Մինչև ինքնասպանություն գործելը ազատությունից զրկված անձն այլ կերպ իր դժգոհությունը չի արտահայտում։ Այստեղ հիշենք ազատությունից զրկվածների պահման վայրերում դիտորդություն իրականացնողների ահազանգերը, ինքնավնասումների դեպքի աճի մասին։ Քրեակատարողական ծառայության հոգեբանական աշխատանքների բաժնի պետն ասում է, այս հարցում միանշանակություն չկա։ Ավելի շատ գերակշռում են ցավոք սրտի այն դեպքերը, որ ինքնասպանության ի վերջո դիմում են մարդիկ, ովքեր նախկինում սուիցիդալ վարքի դրսևորում
դրսևորումներ չեն ունեցել, ինչը նկատվել է նաև այս տարվա արձանագրված ինքնասպանությունների պարագայում, բայց այս տարվա դեպքերի շրջանակներում պետք է նշեմ նաև, որ ունեցել ենք դեպք, որ տվյալ անձի ինքնասպանության դեպքին նախորդել են նաև ինքնավնասման, ինքնախեղման դեպքեր։ Նախորդ տարի ի դեպ քրեակատարողականներում 14 կենսաբանական մահ է գրանցվել։ Պատասխանատուներն ասում են, մահվան 90% եւ ավելի դեպքերում ազատազրկվածները որևէ գանգատ նախկինում ներկայացրած չեն լինում։